սրտով ոչ մի չարուշ իշխանություն չունի ինձ վրա ոչ մի հոգի ինձ երբեք քեզնից չի կողանալ կերկեմ քեզ ու հավերժ կտամ փառքին Տեր թող որ ձայնս բարձրանա իմ մեջ ոչ մի չարուշ իշխանություն չունի ինձ վրա ոչ մի հոգի ինձ երբեք քեզնից չի կողանալ կերկեմ քեզ ու հավերժ կտամ փառքին Տեր թող որ ձայնս բարձրանա իմ մեջ մրցավանջից ինձ հանողը դու ես ու փորձանքից ազատողը դու ես իմ վերքերը բժշկողը դու ես Տեր ինձ մրկող ու կյանք տվողը դու ես մրցավանջից ինձ հանողը դու ես ու փորձանքից ազատողը դու ես իմ վերքերը բժշկողը դու ես Տեր ինձ մրկող ու կյանք տվողը դու ես ամեն ոչ մի չարուշ իշխանություն չունի ինձ վրա ոչ մի հոգի ինձ երբեք քեզնից չի կողանա կերկեմ քեզ ու հավերժ կտամ փառքին Տեր թող որ ձայնս բարձրանա իմ մեջ ոչ մի չարուշ իշխանություն չունի ինձ վրա ոչ մի հոգի ինձ երբեք քեզնից չի կողանա կերկեմ քեզ ու հավերժ կտամ փառքին Տեր թող որ ձայնս մրցավանջից հանողը դու ես Տեր մրցավանջից ինձ հանողը դու ես ու փորձանքից ազատողը դու ես իմ վերքերը բժշկողը դու ես Տեր ինձ մրկող ու կյանք տվողը դու ես մրցավանջից ինձ հանողը դու ես ու փորձանքից ազատողը դու ես իմ վերքերը բժշկողը դու ես Տեր ինձ մրկող ու կյանք տվողը դու ես ամեն ոչ մի չարուշ իշխանություն չունի ինձ վրա ոչ մի հոգի ինձ երբեք քեզնից չի կողանա կերկեմ քեզ ու հավերժ կտամ փառքին Տեր թող որ ձայնս բարձրանա իմ մեջ ոչ մի չարուշ իշխանություն չունի ինձ վրա ոչ մի հոգի ինձ երբեք քեզնից չի կողանա կերկեմ քեզ ու հավերժ կտամ փառքին Տեր թող որ ձայնս բարձրանա իմ մեջ ոչ մի չարուշ իշխանություն չունի ինձ վրա ոչ մի հոգի ինձ երբեք քեզնից չի կողանա կերկեմ քեզ ու հավերժ կտամ փառքին Տեր թող որ ձայնս բարձրանա իմ մեջ ոչ մի չարուշ իշխանություն չունի ինձ վրա ոչ մի հոգի ինձ երբեք քեզնից չի կողանա կերկեմ քեզ ու հավերժ կտամ փառքին Տեր թող որ ձայնս բարձրանա իմ մեջ թող որ ձայնս բարձրանա իմ մեջ թող որ ձայնս բարձրանա իմ մեջ հալելույա Փառք Տեր քո սուրբ և զորավոր անվանը ցնծա քո Տիրոջ առջև փառք տուր ողջ սրտով նրան հալելույա հալելույա փառք հալելույա հալելույա փառք հալելույա հալելույա փառք հալելույա հալելույա փառք ես հալելույա հալելույա փառք հալելույա հալելույա փառք Thank you.
Արժանի ես Տեր ողջ փառքին ու ողջ գովասանքին իմ Տեր Փառագոտ ներկայություն անսահման երջանկություն գա քեզ մոտ քո տաճարում
շնորհակալ ենք Հայր քո թանկ ներկայության համար Տեր շնորհակալ ենք այս ճշմարիտ փառաբանության համար որ դու բնակվում ես Տեր այս քո փառաբանության մեջ Տեր ջան ընդունիր Տեր այս փառաբանությունը քեզ Տեր ընդունիր Տերի մարքա եւ շնորհակալ ենք որ դու այստեղ ես Հայր շնորհակալ ենք որ ֆիզիկապես մենք զգում ենք քո թանկ ներկայությունը Տեր ջան շնորհակալ ենք Հայր Փառք ու պատիվ ու մեծարանք ես Տեր ջան գոհանում ենք քեզանից Տեր քո եկեղեցին գոհանում է քեզանից Տեր եւ այս երկրպագությունը փառաբանությունը Տեր քեզ համար է Տեր ջան շնորհակալ ենք որ Տերի մարքա տվել ես մեզ սիրտ Տեր ջան գոհանալու համար Տեր Փառք ու պատիվ ու մեծարանք քեզ եւ մենք գիտենք որ քո ներկայության մեջ Տեր ջան կատարվում են շատ հրաշքներ Տեր այնպիսի բաներ որ անհնար է մեզ համար մեր աչքերի համար Տեր ջան եւ քո եկեղեցին այստեղ գրել է կարիքներ Տեր եւ հիմա միաբան հանձնում ենք քո հրաշալի ձեռքերի մեջ Տեր ջան որ մեզ համար սրանք ժայռեր են Տեր չլուծվող բաներ են բայց մենք հավատում ենք քեզ որ քո համար ամեն բան հնարավոր է որովհետև մենք քեզ ենք հուսացած եւ քեզ հուսացողներին դու հուսախաբ չես անում Տեր ջան հանձնում ենք քո հրաշալի ձեռքերի մեջ այս կարիքները այս հոգսերը այս խնդիրները եւ մենք հավատում ենք որ դու կենթանի լուծում կտաս Տեր ջան ինչը որ քո կամքի մեջ է Հայր ամեն բան թող քո կամքով լինի Տեր մենք հավատում ենք եւ սպասում ենք քեզանից Տեր Հիսուսի զորավոր անունով եւ ամբողջ փառքը պատիվը լինի Հորը որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ ամեն ամեն փառք մեր Տիրոջը նա կարող Աստծուն կարող եք նստել Աստծո քաղցր ներկայության մեջ Տերը օրհնի ձեզ շատ հրաշք է որ մենք կարդում ենք խոսքը որ գրված է որտեղ 2-ից 3 հոգի իմ անունով կհավաքվեն ես այստեղ եմ ու դա կյանք է դառնում որ կարդում ենք որքանով է կյանք դառնում որ այդ ամենը մենք զգում ենք ոչ թե մենք ուղղակի հետևում ենք ինչ գրված է այդպես այլ բայց մենք զգում ենք հենց դա է կարևորը որ ինչը որ դու կարդաս կյանք դառնա եթե կյանք պիտի չդառնա դա ուղղակի դու կարդում ես ամեն փառք Տիրոջը շատ հրաշք է Աստծո ներկայությունը ու մի բան ասեմ որ եթե զգում ես Աստծո ներկայությունը կարող ես հենց այդ պահին քո ամենա չլուծվող հարցը բերել իր առաջ ես այդպես եմ անում մի բանա ուղակի քո ցենակի մեջ աղոթելը մի բանա որ միաբան այստեղ ենք ու Տիրոջ ներկայությունա ու դու քո հոգսը հանձնում ես Աստծուն ամեն կարա ուրիշ հարց լինի պարտադիր չի միայն հոգս լինի ամեն փառք Տիրոջը մի խոսքով եմ ուզում կիսվել ձեզ հետ նվիրվածության այսօր կներեք երեկոյան քննելուց առաջ մի միտք եկա որ նվիրվածություն ոնց որ լինի ոչ թե զոհաբերություն որ այսպես երևում է քո նվիրվածությունը Աստծուն ամեն ես այդպիսի հայտնություն եմ ստացել հիմա լավ կլինի որ դու էլ ստանաս ու շատ բան կփոխի քո կյանքում ու հովներիցս որ առաջարկ ստացա զոհաբերության նվիրվածության խոսքը խոսելու աղոթում եմ ասում եմ Տեր բացիր ինձ նոր հայտնություն ինչից խոսեմ ու Տերը մի հետաքրքիր բան հիշեցրեց ասաց որ դու ժամանակին մի տեղ էիր աշխատում ու փոխվեց քո աշխատանքը քո ֆինանսապես դու բարձրացար ինչ աղոթեցիր ինչ արեցիր որ դրանից հետո ես արեցի ու փորձում եմ հիշեմ ու հիշեցի որ ես ուղղակի գոհանում էի ու ինքը հոգուս մեջ զգացի որ ասեց ճիշտ է դու գոհանում էիր ու հետաքրքիր էր որ ինքը շատ քիչ էր աշխատավարձը այդ ժամանակ բավականացնում էր բայց եկան ժամանակ անցավ երեխաներ են ծնվում են մեծանում են ավելանում են ու այդ ֆինանսը քիչ է լինում ու արդեն բավական չէր բայց ես հավատարիմ էի լինում այդ քչի մեջ հավատարիմ էի լինում եւ 10-րդի մեջ թե զոհաբերության մեջ ու գոհանում էի Աստծուց ինչ որ ունեի ու մի միտք եկավ այստեղից հովի քարոզներից հետո իհարկե այդ միտք եկավ որ ինչի դու չես անում դու էլ արա որ հրճակի աղոթի ու սկսեցի հրճակել
հռչակել Աստծո խոստմունքները իմ կյանքում, թող գան եւ իրականանան։ Ու սկսեցի գոհանալ։ Իրականում այնպես եմ գոհացել այդ քչի մեջ, որ արտասվել եմ։ Այդքան ես շնորհակալ եմ եղել, որ դա էլ կա։ Մի պահ մտածում եմ, որ կարար եւ դա էլ չլիներ։ Ես ինչ էի անելու։ Ամեն Փառք Տիրոջը։ Եկեք միասին բացենք Սաղմոս 50-ը, հետաքրքիր բան կա գրած։ 50-ի 14-րդ ու 15-րդ խոսքերը։ Ասում է. «Պատարակիր Աստծուն գոհություն եւ վճարիր Բարձրյալին քո ուխտերը, եւ կանչիր ինձ նեղության օրումը, եւ ես կազատեմ քեզ, եւ դու կփառաբանես ինձ»։ Խոսքը ինչ է ասում, ինչից հետո կանչիր ինձ քո նեղության օրը, որ ես կլսեմ ու կգամ, ինչից հետո։ 14-րդ խոսքը հենց ասում է. «Պատարակիր Աստծուն գոհությունդ եւ վճարիր Բարձրյալին քո ուխտերը»։ Որ մենք ուխտ ենք կապել, չէ, ասել ենք Տեր ջան, ես հավատարիմ կլինեմ տասանորդի մեջ, զոհաբերության մեջ, ու դու հավատարիմ չես լինում, ու դու ասում ես Տեր ջան, արի իմ նեղության մեջից ինձ հանի։ Խոսքը ասում է, այս ամենից հետո, որ դու ինձ կանչես, ես կլսեմ։ Ամեն։ Ու մի բան եկեք պատկերացնենք, որ բոլորս են նեղություններով անցել ենք, հիմա էլ անցնում ենք, նեղություններ միշտ լինելու են։ Տերը ասեց, նեղություններ լինելու են, բայց հիշեք, որ քաջացեք, որ ես հաղթել եմ։ Ամեն։ Ու այդ հաղթանակը ինքը նվիրել է մեզ, ձրի։ Ուղղակի մենք պիտի ընդունենք, հասկանանք Փառք Տիրոջը։ Ու մի հայտնություն կա, որ նեղության մեջ ենք լինում, աղոթում ենք, ու մենք մտածում ենք մի ժամ հետո վերջ մենք դուրս են գալու։ Կամ հաջորդ օրը մենք դուրս են գալու։ Դա այդպես չի։ Սաղմոսների մեջ ասում է դու կանչիր ինձ քո նեղության մեջ, ես քեզ հետ կլինեմ։ Ինչ է այս նշանակում։ Ու այս խոսքը ասում է ես քեզ կազատեմ այդ նեղությունից։ Երկուսը եթե մենք կպցնենք իրար, միացնենք իրար։ Մի նայեք, տեսեք, ստեղ ասում է ես քեզ կազատեմ, մյուս խոսքում ասում է ես քեզ հետ կլինեմ։ Մենք եթե միայն սա կարդանք, մենք կմտածենք նույն վարքյանին ինքը մեզ կազատի, իսկ այն մեկը եթե կարդանք, ինքը մեզ հետ կլինի ու միշտ նեղություն կլինի։ Բայց եթե մենք ես երկուսը միացնենք իրար, ինքը ասում է ես քեզ հետ կլինեմ, երբ որ դու կանչես ու կազատեմ քեզ։ Ինչ է նշանակում, որ ինքը քեզ հետ, քո ձեռքը բռնած, ինքը քայլում է։ Միասին քայլում եք, քո նեղության մեջով դուք անցնում եք։ Հայտնություն է սա։ Ինքը քեզ կոպում է, որ դու նաև գնահատես իր արածը։ Եթե մի քանի անգամ դու աղոթես նույն վարքյանին քեզ հանի, այդ բանը կկորի, ինչ են ասում։ Այդ չէ։ Լավ, սենց պատկերացնենք։ Ուղղակի միտքս թող Տերը վերականգնի Հիսուսի անունով։ Շատ հետաքրքիր հայտնություն է։ Ինքը միասին անցնում է քեզ հետ նեղությունների մեջով, բայց ինքը չի թողելու հաստատ, որ քո մատը փուշ մտնի։ Եթե դու իհարկե դա թույլ չտաս, դու ես թույլ տալու։ Ասում են նեղության օրը զգուշ եղի։ Եթե դու ավել պակաս խոսես, պարզա որ այդ փուշը մտնելու է քո մատի մեջ։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Շարունակենք 23-րդ խոսքը ասում է գոհություն պատարակ մատուցանողը փառավորում է ինձ եւ ով որ իր ճանապարհին զգուշանա նրան ցույց կտամ Աստծո փրկությունը։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ես նեղության մեջ էի ու գոհություն հայտնեցի։ Նեղության մեջ էի, հավատարիմ եղա, ասում է քո ուխտերի մեջ հավատարիմ եղի ու ես կբարձրացնեմ։ Ամեն։ Ու այն ժամանակ որ ես ինչ տասանորդ որ տալիս էի 1 ամսում, հիմա ես դա տալիս եմ 7 օրում, 6 օրում, նայած։ Փառք Տիրոջը, այդ իմ համար գերբնական հրաշք է։ Բայց ես որ աղոթում էի, այդ չէի մտածում որ հաջորդ օրն է լինելու։ Դա տևել է 3 ամիս, 3-ից 4 ամիս հետո նոր այդ հրաշքը իմ համար կատարվել է։ Փառք Տիրոջը, եկեք մենք չդժգոհենք Աստծուց, որ աղոթում ենք ու չենք ստանում։ Դրա համար ժամանակ կա։ Եկեք թույլ տանք Աստված իր միջոցները օգտագործի։ Մենք մտածում ենք Տեր ջան, եթե սա սենց լիներ, լավ կլներ։ Չէ, Տերը ասում է, ես ուզում եմ այն կողմով գամ, որ դա երկար լինի, լավ լինի։ Ամեն։
Կարող է երկար է չլինի, բայց կարևորը Տիրոջ կամքով լինի։ Ոչ թե ասում ենք քո կամք, ոչ թե մեր կամքը, այլ քո կամքը լինի, Տեր ջան։ Փառք Տիրոջը։ Ու մի հետաքրքիր բան էլ կա, որ մենք պիտի համարձակությունով աղոթենք։ Մենք ուղղակի նեղության մեջ, խնդրի մեջ չասենք Տեր ջան, խնդրում եմ, դու տեսնում ես, արի, չէ, մենք Աստծո որդիներ ենք։ Մենք պիտի համարձանք աղոթենք, համարձակությունով, ամեն, ու համարձակությունով հռչակենք։ Թող գան եւ իրականանան։ Ամեն, փառք Տիրոջը։ Մի օրինակ եմ ուզում բերել, մեր քույրերից մեկը այս վերջում վկայեց, ինքը աղոթք էր արել ինչ-որ իր համար ու զգացել էր, որ այդ խնդրվածքը ինքը չի ստանում ու Աստծո ներկայությունն էլ չկա ու ինքը ասել էր, ես չեմ ուզում այդ խնդրվածքը, ես ուզում եմ մենակ քո ներկայությունը։ Պատկերացնում եք, այստեղ իր կամքն է լինում, ոչ թե Աստծո։ Ես հետո մոտիկացա քրոջս ու ասեցի, սենց է էլի ճիշտը, ավելի լավ էր ասեր Տեր ջան, ես ուզում եմ համ այդ իմ խնդրվածքը լինի, համ էլ քո ներկայությունը, ասեց, որ Տերը տվել է այդ խնդրվածքը, ինքը ուղղել էր արդեն, փառք Տիրոջը։ Շատ մեր բառերը շատ կարևոր է, որ մենք ճիշտ ասենք։ Եթե դու խնդիր ունես, պետք է ասել, չեմ ուզում այդ խնդիրը լուծվի, կարող միգուցե մեզանից յուրաքանչյուրն էլ հիմա այդպեսի աղոթք արել։ Դա ուղղակի օրինակը ես բերեցի։ Ու շատ կարևոր է մենք մեր բառերը ճիշտ հանենք։ Ամեն։ Թող Տիրոջ կամքով լինի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ու Հովհաննեսի ավետարանի մեջ 6-րդ գլխի մեջ մի հետաքրքիր հրաշք կա, որ մի պատանի 5 հաց ուներ եւ 2 ձուկ ու Տիրոջ աշակերտները գալիս են մեր Տիրոջ մոտ, ասում են քո ժողովուրդը, քեզ հետևողները սոված են, էլի, բայց մեր ձեռքում կա այսքան չափ կերակուր, ասում է բերեք ինձ մոտ։ Ու ինչ է անում Տերը, գոհանում է։ Ամեն, կար խնդիր, 5000 հոգի ու 5 հատ հաց։ Պետքա կերակրվեն։ Կար խնդիր ու խնդրից առաջ Տերը մեզ տվել է, որ մենք տեսնենք ու այդպես անենք։ Պիտի գոհանանք։ Գոհանալուց հետո այդ հրաշքը կկատարվի։ Եվ 2 պտուղ ունեցավ, եւ այդ հրաշքը եղավ կերակրվեցին, եւ այդ տղան զոհեց, դա էլ էր զոհ։ Ինքը կարող էր չասել, չէ, ես 2 օր սաղ կուտեմ ու կգնամ իմ գործերով։ Բայց ինքը զոհեց, այդ անապատի մեջ զոհեց ու 5000 հատ ինքը ստացավ։ Ամեն։ Մեզանից յուրաքանչյուրներ, եթե մեր գրպանում, մեր ֆինանսների մեջ, եթե այդ 5 հացն է, 2 ձուկն է, կամ 5 ձուկ է, 2 հաց, տարբերություն չկա։ Դու այդ ամեն ինչը Տիրոջ համար արա ու դու այդ հրաշքը կտեսնես։ Ամեն, այն ժամանակ, որ իրենք ֆիզիկապես այդ կերակուրը կերան, մենք այստեղ հոգևորապես ենք այդ կերակուրը ուտում։ Ամեն, ու այդ ամենի համար պետք են ֆինանսներ։ Այսպես որ մենք նստում ենք, խոսում ենք, ամեն, եւ Տիրոջ գործը անելու համար դրսում։ Փառք Տիրոջը։ Եւ մի հայտնություն եմ ստացել մի քանի օր առաջ, որ սրտիս մեր զգացի, որ ասում է շատ ես լսել, որ ովքեր որ ֆինանսապես բարձրացրել են, իրենք միշտ երազել են, որ իրենց տասանորդը շատ լինի։ Ամեն, այստեղից շատ ենք մենք լսել։ Ու եթե մենք պիտի վկայություններ լսենք ու մոռանանք, դա մեր կյանքը չի փոխի։ Այդ վկայությունները հենց կյանք են, որ պիտի դաջվեն մեր սրտերի մեջ, որպեսզի մենք էլ փորձենք նույն կերպ վարվենք։ Ամեն։ Ու ես հիշեցի, որ շատերն էին վկայում, որ երազել են տասանորդը շատ լինի։ Ու ես էլ եմ երազում, ասում եմ Տեր ջան, հիմա էլ եմ երազում, դա չեմ սահմանափակել։ Փառք Տիրոջը։ Ու ես համոզվեցի, որ դա այդպես էլ կա։ Ու հիմա էլ նույն ճանապարհի վրա եմ, աղոթում եմ, փառք Տիրոջը։ Եկեք Աստծուց գոհանանք։ Մեր փառաբանության խումբը խնդրեմ գա։ Եկեք մի աղոթք անենք իրար հետ։ Վերցնենք մեր զոհերը, մեր տասանորդները, վերցնենք մեր ձեռքում։ Եթե այսպեսի աղոթք չես արել, կուզեմ միասին անենք այս աղոթքը։ Ուխտ անենք Աստծու հետ, ասենք Տեր ջան, բարձրացրու մեր ֆինանսները եւ մենք հավատարիմ կլինենք։
բայց նայի քո սրտին։ Տերը ասում ավել լավա ուխտես, ավել լավա չուխտես, որ չանես, քանց թե հակառակը։ Ավել լավա դու ուխտես ու անես, ոչ թե չանես։ Սա շատ կարևոր աղոթք է։ Նայի քո սրտին։ Վերցրու քո 5 հացը, 2 ձուկը քո ձեռքերի մեջ ու գոհանանք Աստծուց։ Ամեն եւ անենք այս աղոթքը։ Սիրելի հայր, գոհանում ենք քեզանից, Տեր ջան, գոհանում ենք քեզանից մեր ֆինանսների համար, մեր ֆինանսական աղբյուրների համար, Տեր ջան։ Փառավորում ու մեծարում ենք, Տեր, քո սուրբ ու հրաշալի անունը, Տեր ջան։ Շնորհակալ ենք, որ այդ ամենը կա եւ Տեր ջան, խնդրում ենք քեզ, որ ավելացնես, Տեր, քո կամքի համեմատ, Տեր, եւ մեր սրտի համեմատ, Տեր ջան։ Եվ մենք խոստանում ենք, որ մեր զոհաբերության մեջ, մեր տասանորդի մեջ, ինչպես խոսքն է ասում, որ պիտի Տիրոջ տուն բերենք, մենք հավատարիմ կլինենք, Հայր։ Հիսուսի զորավոր ու փառահեղ անունով։ Ամբողջ փառքը, պատիվը ու մեծարանքը քեզ։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հալելույա, փառավոր Աստված, մենք խոնարհվում ենք քո առաջ եւ ասում ենք քեզ շնորհակալություն այսօր, Տեր։ Գոհանում ու փառավորում ենք քո սուրբ անունը, Տեր։ Շնորհակալ ենք այս տարվա համար, քանի որ այս կիրակի մեր այս տարվա վերջի ծառայությունն ենք մենք անցկացնում եւ ամբողջ տարվա համար այսօր ասում ենք քեզ գոհություն, փառք, պատիվ, Տեր։ Շնորհակալ ենք, որ այս տարին նույնպես
մեզ հաղթող արեցիր եւ մենք քո օրհնության, քո պաշտպանությամբ մենք ապրեցինք եւ այս տարին նույնպես ավարտում ենք, Տեր, քեզանով օրհնված։ Օրհնիր քո ժողովուրդը, փառավոր Տեր, օրհնիր քո ժողովուրդը, որպեսզի նոր տարին 2026 թվականը նորից սկսենք քո օրհնությամբ եւ ավարտենք քո օրհնությամբ, քո պաշտպանությամբ, Տեր ջան, Հիսուս Քրիստոսի անով, թող քո օրհնությունը լինի մեր երկրի մեջ, մեր ժողովրդի վրա, մեր իշխանավորների վրա, ամեն բան ինչ որ լինում է, Տեր, թող լինի քեզանով օրհնված, պաշտպանված Հիսուս Քրիստոսի անով։ Մենք աղոթում ենք, որ 2026 թվականը դու քո ժողովրդին երջանիկ անես, որ նրանք ամեն ժամանակ առաջի հերթին երջանիկ եւ ուրախ լինեն քեզանով։ Եվ հետո ամեն մեկը իր կյանքով, իր ընտանիքով, Տեր, Հիսուսի զորավոր անունով, օրհնյալ լինես, Տեր, որ օրհնյալ ես Հավիտյանս Հավիտենից։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը ամեն բանի համար, սիրելիներս։ Տեր օրհնի ձեզ, նստեք Տիրոջ ներկայության մեջ։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Ամեն։ Խոսք, որ ուզում եմ խոսեմ այսօր ձեզ հետ, վերնագրել եմ այսպես՝ գոհանալ, թե տրտնջալ։ Մեր Սիմոն եղբայրը արդեն այդ թեմայով սկսեց, նոր ասում եմ, ոնց որ մի քիչ երկար խոսեցի, ասում եմ, ոչինչ, նույն թեման է, դու սկսել ես, ես շարունակեմ։ Մենք պետք է որոշենք գոհանալ, ամեն։ Անկամ եթե ինչ-որ բան այն չի քո կյանքում, նորից որոշի, որ գոհանաս։ Որպեսզի լինես գոհացող մարդ, դու պետք է լինես հեզ եւ խոնարհ մարդ։ Թե չէ չես գոհանալու։ Դու պետք է լինես պարզ, միամիտ մարդ։ Աղավնիների պես միամիտ, չէ՞, Հիսուս ասեց միամիտ եղեք, աղավնիների պես, պարզ եղեք։ Դրա համար եթե պարզ, միամիտ չլինես, հեզ, խոնարհ չլինես, դու չես գոհանալու։ Անկամ ես երեք շեշտեցի դա, ընտանիքում կինը կարող է ամուսնուց գոհանա, չէ՞, եթե իրականում ամուսինը գոհանալու բան է։ Ամուսին կա, որ գոհանալու բան էլ չի։ Շնորհակալություն հայտնի նրա համար, որ աշխատել է տարիներով, տան հոգսերն է հոգացել։ Ամուսինը կարող է գոհանալ կնոջից, որ կինը ամբողջ կյանքը տանը մաքրել է, էփել, թափել, հարթուկել, չգիտեմ, լվացել, երեխաներ մեծացրել, երբեմն մենք այս ամեն ինչը չենք տեսնում։ Այս տարիքի մարդ է, ես չէի մտածել այս մասին, այս վերջերս նոր Կարինեն հայտնություն ստացել, ասեց, ոնց եմ ես այդքան բան հասցրել, ու սկսեց թվարկել, երեխա եմ պահել, հաց եմ սարքել ու ամեն ինչ հասցրել եմ։ Ու ես հասկացա, որ մենք պետք է իրականում ասենք շնորհակալություն, գոհություն, բայց եթե հպարտ լինենք, չենք կարող ասենք, չէ՞։ Ասենք կինն էլ, որ հպարտ եղավ, չի կարող ասել, ամուսին ջան, շնորհակալ եմ, որ այդքան աշխատե տանջվել ես եւ բերել ես, ինձ պահել ես։ Երեք մի նկարի մասին խոսեցի, հիմա էլ հիշեցի, մի կնոջ ձեռք խնամված, եղունգները սարքած ու դրված էր մի կոպիտ սև նկարը, չէ, այս նկարը չի, իմ տեսած ավելի լավ նկար էր։ Ու մի սև կոպիտ կոշտացած ձեռքերի մեջ, այդ խնամված կնոջ ձեռքերը։ Ու հասկացանք, որ այդ սևացած, մրոտված, կոպիտ ձեռքերի պատճառով են կնոջ ձեռքերը խնամված, եղունգները սարքված։ Չէ՞։ Ու դրա համար կարող է, չէ՞, կինը ասի շնորհակալություն։ Բայց մարդկա կարող է ամաչի մի ուրիշ տեղ, երբ որ մարդամեջ են լինում, ամուսնու ձեռքերից ամաչի, հետ քաշվի, ասի չիմանան իմ ամուսինն է։ Հպարտություն է, չէ՞։ Չէ՞ որ այդ ձեռքերի հաշվին ես դու տենց խնամված կամ օրհնված։ Դրա համար Աստված էլ է ուզում, որ մենք իրար ասենք շնորհակալություն։ Փառքը ասունն է։ Կամ երեխաները ծնողներին մեծանում են, մոռանում են մի բերան ասեն շնորհակալ եմ հայրս, մայրս, որ ինձ պահել ես, մեծացրել ես,
աշխատել ես, ներդրել ես ին վրա, բայց այսօր ինչքան քիչ կա, չէ՞։ Դա գոհացող սիրտն է։ Բայց մարդիկ, որ սկսեն որոշեն խոնարեցնեն իրենց անձերը եւ ասեն շնորհակալություն, հայր ջան, մայր ջան, ամուսին ջան, կին ջան, շնորհակալություն։ Գիտեք, այդ մարդիկ ինչքան ավելի օրհնված կլինեն։ Ես ասում եմ ձեզ, այդ մարդը, այդ տղամարդը կաշխատի ավելի շատ ներդնել իրեն, որպեսզի ավելի լավ πάει իր տունը, ընտանիքը։ Այդ կինը, որին ասում են շնորհակալություն, նա ավելի եռանդուն ու սիրով կանի իր գործը։ Հիասթափություն չլինի։ Որքան ավելի Աստված եւ համար առաջին Աստված։ Երբ որ մենք սկսում ենք Աստծուց գոհանալ եւ շնորհակալություն ասել, գիտես, մեր կյանքում սկսում են ինչ-որ բաներ փոխվել։ Դրա համար վերնագրել եմ գոհանալ, թե տրտնջալ։ Խոսելու եմ այդ մասին եւ դուք տեսնելու եք գոհության օրհնությունները եւ տրտնջալու անեծքը։ Օրինակներ եմ բերելու եւ հավատում եմ շատ բաներ կբացվի ձեր մեջ եւ դուք կորոշեք ունենալ գոհացող սիրտ։ Նորից կրկնեմ, եթե դու ամաչում ես, ասես շնորհակալություն, հենց միայն քո ծնողին, քո ամուսնուն կամ կնոջը, դու արդեն հպարտություն կա քո սրտում։ Հպարտությունը թույլ չի տալի, որ դու ասես։ Համաձայն ես, թե չէ։ Ամաչում ես։ Ոնց ես իմ ամուսուն ասնեմ հանգարտ շնորհակալություն, բա որ երես առնի, բա որ ոնց կնոջս ասեմ շնորհակալություն, կինա բապտի անի, բա ինչի համար ենք ամուսնացել։ Կա չէ սենց մտքեր։ Ոնց ծնողներիս ասեմ շնորհակալություն, հետո չբերեին, բերել են թող անեն, ունեցել են, սա հպարտություն է, սա տրտունջ է։ Ես մտածում եմ ոչ մեկի պարտավոր չի, բայց ինչ որ արվում է, սիրով է արվում։ Եվ նույն Աստված էլ մեզ պարտավոր չի։ Երբ որ գոհանում ենք, Աստված ուրախանում է։ Աստված ուզում է ինչ-որ բան անի մեր կյանքում։ Հիմա ուզում եմ կարդամ Ելիս 16-րդ գլխից, Ելիս 16-րդ գլուխ 2-ից 3 խոսքերը։ Եվ Իսրայելի որդիների բոլոր ժողովքը անապատում Մովսեսի եւ Ահարոնի դեմ տրտունջ արին։ Եվ Իսրայելի որդիքը ասեցին նրանց. «Երանի թե Եհովայի ձեռքով մեռած լինեինք Եգիպտոսի երկրում, երբ որ մսի կաթսաների մոտ նստած էին եւ կուշտ հաց էինք ուտում, որովհետեւ մեզ այս անապատը հանեցիք, որ բոլոր այս ժողովքը սովածությունից մեռցնեք»։ Աստված եկել է Իսրայելի ժողովրդին դուրս հանել Եգիպտոսից, ծառայության տանից, ստրկությունից, տանջանքներից, այդքան նշաններ է արել, այդքան հրաշքներ Եգիպտոսի մեջ, բացել է Կարմիր ծովը, ցամաքի միջով, ծովի միջով ցամաքով անցկացրել է, այն որ ասում է ջուրը մտավ, չոր դուրս եկավ։ Չոր դուրս եկան։ Անապատում Աստված այս ժողովրդի գլխի վերևը ամպով է գնում, որպեսզի արևը չխփի, իսկ գիշերը կրակի սյունով է գնում։ Այս ամեն ինչը տեսնում են ժողովուրդը, ասու փառքը։ Ու ասում են, բողոքում են, տրտնջում են, ասում են, այս ինչա, մեզ դուրս հանեք Եգիպտոսից, որ բերեք այստեղ սպանեք։ Ու սա բարկացնում է ասում։ Երբեմն Աստված մեր կյանքում էլ, չէ, հրաշքներ անում, նշաններ, մենք տեսնում ենք, հասկանում ենք, գիտենք, հենց մի հատ նեղություն, այս պահին, որ կարդում եմ, սով էր, սովածություն են զգում, սկսեցին բողոքել։ Եթե կարդանք 17 գլխում ծարավ էր, ծարավի համար սկսեցին տրտնջալ ու բողոքել։ Ու Աստծո բարկությունը սկսեց շարժվել։ Նույնը մեր կյանքում, սիրելիներս, երբեմն սով է լինում, երբեմն փող չի լինում, երբեմն գործ չի լինում, երբեմն մի բան այն չի լինում, մենք սկսում ենք տրտնջալ։ Եվ Աստված բարկանում է։ Գիտես, ամեն ինչ որ կարդում եմ կամ այսօր կարդալու եմ, ամեն հարցի հետ ես ունեմ փորձառություն։ Եվ այս պահը, երբ որ ես կարդացի, հիշեցի Մոսկվայում, երբ որ գնացինք Մոսկվա,
Աստված մեզ հրաշքներ ցույց տվեց, Աստված մեզ տեսիլքով ասեց, Աստված նշաններ արեց, հայտնվեցինք Մոսկվայում։ Մեկ էլ Մոսկվա քաղաքի մեջ ամեն բան ոնց որ ամբողջ դժոխք է իմ դեմա դուրս եկե։ Լրիվ թարս, հակառակ, դժվար, ինչ որ բան չի ստացվում, ու ես տխրել եմ։ Ես մտածում եմ, եթե Աստվածը ասե, Աստված ամեն ինչ սենց հալած յուղի պես անցնելու է։ Մեկ էլ տեսնում եմ ամեն բան խառնա, այն չի, տանջվում ենք, չի ստացվում, եւ սկսեցի տրտնջալ։ Տրտնջալ այսպես, ինչի սեր պետք, ինչի եկանք, պետք էր սա ինչ, այսի կյանք, այս սենց ապրել է լինում, որովհետեւ առավոտյան ես պետքա ժամը մոտավորապես 5:30 արթնանայի, որպեսզի 8:30 լինեի դպրոցում, մեր Աստվածաշնչյան դպրոցում։ Ու դա պետքա տրանսպորտով տեղափոխվեինք մետրոներով, ավտոբուսներով, տրոլեյբուսներով, այդ սառը եղանակին հասնենք տեղ։ Եվ ամեն օր տրտնջում էի եւ մի օր երեկոյան, ավելի ճիշտ քնելուց, կիսաքնած վիճակում իմ բերանը խոսում էր։ Բարկացս տեղը լսում եմ, որ իմ բերանը ասում է ամեն բանի մեջ, ամեն բանի համար գոհացի Տերից եւ փառքը տուր նրան։ Ու ես լսեցի, վեր թռա, զարմացա, ասեցի, իմ բերանը խոսում է, բայց ես չեմ խոսողը։ Ու հասկացա, ես ոնց եղավ, հասկացա, որ Աստված է։ Ու դրանից հետո ես հասկացա, որ Աստված ուզում է, որ ես ամեն իրավիճակում փառքը տամ ասում, գոհանամ ասուց։ Հասկանում ես, ես մինչև այդ ինձ ոչ մեկ չէր սովորացրել, որ գոհանամ։ Ես չունեի այդ հայտնությունը, բայց ես սիրում էի Հիսուսին, շատ էի սիրում։ Հիսուսը գիտեր, որ իրեն շատ եմ սիրում։ Նա չթողեց, որ ես ընկնեմ մեղքի մեջ, իմ տրտնջանքի պատճառով։ Ով է հասկանում։ Նա հենց իմ բերանով ինձ սովորեցրեց։ Ու ես դրանից հետո որոշեցի, դա հրաշք էր, որոշեցի, որ ինչ ուզում ա լինի, պետք է ասեմ փառք ես Տեր։ Մարդը ասում է, ստից տեղը փառք տամ ասում։ Հենց այնպես փառք տամ ասում։ Սիրելիներս, փառքը ամեն ժամանակ ասումն է։ Դու փառք տաս, թե չտաս։ Միևնույնն է, փառքը ասումն է։ Բայց եթե դու փառք տաս, ավելի օրհնված կլինես։ Քո նեղության դժվարության մեջ։ Սատանան ինքը չի ուզում, որ փառք տաս։ Գիտես, սատանան էլ էր փսփսում, բա ուր է քո Աստված։ Բա ասում ես Աստվածը ասել գնա։ Բա ուր է։ Կողքից մարդիկ կան, մենք տուն չենք գտնում, որպեսզի վարձենք։ Ասում են, բա ուր է ձեր Աստված, ծիծաղում էին։ Ասում են, բա որ Աստվածը ձեզ ուղարկի այստեղ, բա ինչի չի ստացվում, տուն, տեղ։ Բայց փառքը տվեցինք, ասում գոհացանք եւ սկսեց ճեղքումներ, հաղթանակներ, օրհնություններ բացվել մեր կյանքում։ Հիմա Իսրայելի ժողովուրդը նույն բանը, սովածություն, գործ չկա, փող չկա, ու նույն բանը քո կյանքում։ Սկսես փնթփնթալ, տրտնջալ, բողոքել, դու մտածում ես լավ է լինելու դրանից հետո։ Դրանից հետո ավելի վատ է լինելու քո կյանքում։ Գոնե սկսի ասում, խնդրել ու գոհանալ ու փառավորել Տիրոջը։ Դա հենց այնպես չի։ Որոշի հենց այդպես ապրել։ Տեսեք, սրանից հետո Թվոց 14-ում Աստված բարկանում է, Թվոց 14-րդ գլուխ եւ 27-ից 30 խոսքը։ Մինչև երբ այս չար ժողովքին համբերեմ, որ ինձ դեմ տրտնջում են, եւ ես լսեցի Իսրայելի որդկանց տրտունջը, որ ինձ դեմ տրտնջում են, ասիր նրանց, ես կենթանի եմ, ասում է Եհովան, որ ինչպես դուք իմ ականջների առաջին խոսեցիք, այնպես էլ կանեմ ձեզ։ Խոսում են, չէ, կարդացի, երանի թե մեռած լինեինք։ Այս անապատի մեջ կընկնեն ձեր դիակները, եւ ձեր բոլոր հաշվի համեմատ, ձեզանից ամեն համարվածները 20 տարեկանից վեր եղողները, որ դուք ինձ դեմ տրտնջացիք։ Բնավ պիտի չմտնեք այն երկիրը, որի համար երթում արի ձեզ նրանում բնակեցնելու։ Բացի Հեփոնեի որդի Քաղեբից եւ Նավեի որդի Հեսուից։ Եվ եթե կարդանք պատմությունը, մենք կտեսնենք, որ նրանց դիակներ ընկան անապատում, մահացան բոլորը, միայն մտան 20 տարեկանից
ցածրները եւ Հեսուն ու Քաղեբը իրենց ընտանիքով, իրենց ազգով։ Որովհետև Հեսուն ու Քաղեբը երբեք չէին տրտնջում, այլ գոհանում էին եւ հավատում էին Աստծո խոսքերին։ Թեև իրավիճակները ցույց էին տալի, որ դա հնարավոր չէ։ Ամեն։ Հիմա նույնը կարող է կատարվի քո կյանքում։ Ասես, ես ինչ կյանք է, այս կյանք է, մեռնելս լավ է, քան թե ապրելս, եթե սենց դե ապրեմ, ավելի լավ է մեռնեմ։ Խոսում են, չէ՞, մարդիկ այս ձևի բաներ են խոսում։ Եվ տեսնում ես անեց կա մտնում այդ մարդկանց կյանքը։ Ով է հասկանում։ Ուրեմն սկսենք գոհանալ, գոհությունը մեզ կբարձրացնի, ոնց Հեսուին եւ Քաղեբին։ Տրտնջալը մեզ կքանդի, մեզ կգցի։ Երկրորդ օրինաց 8-րդ գլուխ։ 8-րդ գլուխ։ Ես չգիտեմ ինչի, ուրեմն քննել եմ ամբողջ Աստվածաշունչը։ Դուք էլ մտածեք, կարդացեք Աստվածաշնչից սկզբից մինչև վերջ, ոչ մի ասոմարդ չկա, որ հանգիստ ապրի։ Այսինքն հանգիստ կսիրա կյանքը։ Հետո հանգիստ կարող է ապրի։ Բոլորի կյանքը նեղություններով եւ դժվարություններով։ Մտածում եմ, ասում եմ, Տեր, հնարավոր չի մի անգամ, ասենք թե Հովսեփը, խոստմունքի որդի էր, պետք է հասներ իր կոչումին։ Հնարավոր չէր, որ Հովսեփը մի անգամից դառնար փարավոնի երկրորդ մարդը։ Ինչու պիտի առհամարվեր, ծախվեր, ատվեր, սրբության համար դատվեր, 13 տարի չարչարվեր, նոր հասներ կոչումի։ Դավիթի կյանքը, ինչի պիտի Դավիթ այդքան փախներ մահերից վախերով, մինչև որ դառնար թագավոր։ Եվ բոլոր մարդկանց կյանքը, որին ուզում է առաքյալներինը, Հիսուսինը եւ մերը, երբեմն մեր նեղությունների մեջ սատանան գալի հարց է տալիս. Բա ուր է քո Աստվածը։ Բա ինչի չի օգնում։ Տես որ Աստված չկա։ Եթե լիներ դու սենց չէր լինի։ Նույն հարցերը կարող տար Հովսեփին։ Նույն բաները հարցը կարող էր տար Դավթին։ Բա Սամուելը եկավ քեզ յուղով օծեց, թողեց գնաց։ Դրանից հետո դու ընկար կրակը։ 14 տարի փախի մեջ ես, վախերի մեջ ես։ Ով է ստանում ինչ-որ բան։ Մտածում ենք երբեմն, Տեր, ինչի է այսպես։ Ուրեմն այս աշխարհն է տենց, նեղության աշխարհը, խավարի աշխարհը։ Եվ ընդհանրապես նեղությունների մեջ մենք ուժեղանում ենք։ Մի հատ խոսք ասում է, ինչը որ մեզ չի սպանում, մեզ ուժեղացնում է։ Այդ դրա համար են նեղությունները։ Դրա համար մի վհատվի, ուղղակի որոշի գոհանալ ու փառք տալ Աստծուն։ Միևնույնն է, Տեր կա քո գլխին, Տերը քեզ տեսնում է։ Թույլ չի տա սպառվես։ Ուրեմն երկրորդ օրինաց 8-րդ գլուխ եւ 2-ից 3 խոսքերից եմ կարդում։ Եվ հիշիր այն բոլոր ճանապարհը, որ քո Եհովա Աստված 40 տարում քեզ ման ածեց անապատի մեջ, որ քեզ խոնարեցնե։ Հասկանում եք այդ նեղությունները, որ քեզ խոնարեցնեն։ Հիշում եք Մովսեսին, 40 տարեկան էր, երբ որ Եգիպտոսից դուրս եկավ, փախավ։ 40 տարի էլ անապատում հովություն էր անում։ Աստված չէր կարող այն մյուս երկրորդ տարվա մեջ Մովսեսին օգտագործեր։ Կարող էր, բայց ինչի 40 տարի Մովսեսի կյանքից պիտի անցներ։ Անապատների մեջ ոչխարների հետևից ման գար։ Որովհետև այդ նեղությունների մեջ Աստված Մովսեսից հանեց Եգիպտոսը, Մովսեսի միջից։ Երբեմն մեր կյանքում ես երբ որ Աստվածաշնչյան դպրոցը Մոսկվայում վերջացրեցի, մտածեցի վերջ 3-րդ տարին հեսա ինչեր եմ անելու։ Բայց տեսար ոչ մի բան էլ չեմ անում։ Անցան տարիներ եւ փառք ասում մի ուսուցիչ ունեինք, իմ սիրած ուսուցիչն էր դպրոցի, ասես երբեք չսպասեք, որ մի տարուց երկու տարուց այն ինչ որ սերմել եք ձեր մեջ, մեծ պտուղներ ա տալու։ Մեծ պտուղներ սպասվում են մոտ ավրապես մի 10 տարուց հետո։ Այն ինչ որ այսօր սերմում ես քո մեջ։ Եվ հիմա արդեն 20 քանի տարի է անցել իմ կյանքում։
Փառք մեր Տիրոջը։ Ուրեմն անցնում ենք կյանքը, երբեմն շատ դանդաղ է ամեն ինչը, երբեմն շատ դժվար։ Եվ այստեղ խոսքը ասում է, քեզ ման ածեց անապատի մեջ, որ քեզ խոնարեցնե, քեզ փորձելու եւ սրտիդ միջինը իմանալու համար։ Երբ որ նեղություններով ես անցնում, Աստված քո սրտի միջինը ամեն ինչը տեսնում է։ Դուրս է գալի։ Մարդու սրտի ավելցուկից ինչն է խոսում։ Լեզուն։ Սրտի ավելցուկից խոսում է լեզուն։ Ինչ որ մարդու մեջը կա, հələ մի քիչ նստի կողքը, մի բաժակ հետը սուրճ խմի, դες դուրս է գալու լեզվից, եթե թույլ տաս, եթե դու չխոսես։ Մարդը այնքան է խոսում, չի թույլ տալ դիմացինը խոսի։ Իր սրտի ավելցուկն է դուրս գալի։ Որ քեզ խոնարեցնե, դրա համար է փորձում։ Փորձե եւ սրտիդ միջինը իմանալու համար, թե արդյոք նրա պատվիրանքները կպահես, թե ոչ։ Եվ քեզ խոնարեցրեց եւ սոված պահեց։ Ասու համար դժվար է մեր առաջ ճոխ սեղան գցելը։ Ասում է եւ քեզ խոնարեցրեց եւ սոված պահեց։ Թույլ տվեց, որ սոված մնաս։ Եվ մանանա ուտեցրեց, որ ոչ դու ես ճանաչում եւ ոչ քո հայրերը, որ քեզ իմաստնե ոչ միայն հացով կապրի մարդ, այլ մարդ Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով կապրի կամ ամեն խոսքով կապրի։ Ամեն։ Ուրեմն նեղությունները, դժվարությունները, սովածությունները Աստված թույլ է տալի, որ մեր սրտի էությունը իմանա, թե ինչ ենք արժանի մենք։ Ամեն, դրա համար մի նեղվեք, ամեն իրավիճակում էլ գոհացեք և փառքը տվեք Աստծուն։ Շարունակում եմ 11 խոսքից, քո անձին զգուշություն արա, սա էլ մի ուրիշ ծայրահեղություն է, երբ որ մարդու մոտ ամեն ինչ սկսում է հաջողվել, մարդ սկսում է լավ ապրել, այդ ժամանակ էլ է մոռանում գոհանալ Տիրոջից։ Քո անձին զգուշություն արա, միգուցե քո Եհովա Աստծուն մոռանաս։ Այնքան հաջողակ ես, վայելում ես կյանքը, ժամանակ չկա, գործերը շատ է, օբյեկտներ ունես։ Պատկերացնում եք, վայելչություն կա, չգիտես որտեղ գնաս հանգստանաս։ Քո անձին զգուշություն արա, միգուցե քո Եհովա Աստծուն մոռանաս, որ չպահես նրա պատվիրանքները, դատաստանները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ։ Միգուցե ուտես եւ կշտանաս, եւ գեղեցիկ տներ շինես, եւ բնակվես, եւ աչառներդ ու հոտերդ շատանա, եւ արծաթդ ու ոսկիդ շատանա, եւ ամեն ունեցածդ շատանա, եւ հետո սիրտդ հպարտանա, եւ քո Եհովա Աստծուն մոռանաս, որ քեզ հանեց եգիպտացիների երկրից, ծառայության տանից։ Ամեն։ Ասում զգուշ եղի, մեզանում շատերը կան, ես որ ես կարդացի, ամեն ինչ-որ հատվածի հետ իմ կյանքից ինչ-որ բաներ հիշում եմ։ Հիշում եմ, որ տարիներ առաջ էր, երբ որ իմ տունը, տեղ առանձնատունը, ամեն ինչը սարքել եմ, վերջացրել եմ, ամեն ինչը մեր ուզած ձևով Տերը օրհնել է, ուտում ենք, խմում ենք, հանգստանում ենք, վայելում ենք, ու միշտ ինձ միտք էր գալի, դու որ չլնեիր, այսքան որ չաշխատեիր, այս ոնց էր սարքվելու, որ դու չտանջվեիր, ոնց էր լինելու, դու ես։ Մեկ էլ միշտ սենց էի մտածում, էլի, ասում եմ, հա էլի, իմ չափով էլ տանջվեր աշխատեր, կլներ էլի սենց։ Ու մի օր երազ տեսա, որ երազիս 3 մարդ ինձ հարցնում են ինչ է տխուր, ու ես այդ մարդկանց ասում եմ, ոնց տխուր չլինեմ, Տերը մեզ մի շքեղ տուն է տվել, մենք մեջը բնակվում ենք, առանձնատուն։ Բայց Տերը չունի առանձին մի աղոթքատուն սեփական, որ մենք մեջը հավաքվենք եւ Տիրոջը պաշտենք, եւ այդ մարդիկ հարցրեցին դրա համար էս տես տխուր, հետո ես հաջորդ երազը տեսա, որ արդեն Տիրոջ տունը պատրաստ է։ Ու այդ մարդիկ գալիս են նորից մեր մոտ։ Ես հրավիրում եմ նրանց ներս, որ գան մասնակցեն մեր ծառայությանը։ Բայց այստեղ հարցը այն էր, Տերը մեզ մի առանձնատուն տվեց շքեղ, մենք հիմա մեջը բնակվում ենք։ Իսկ ես մինչև այդ մտածում եմ, եթե ես չլնեի, ոնց էր ես տունը լնելու։ Եվ Տերը ինձ հիշեցրեց, ասեց, որդիս, հիշում ես, դեռ այդ տան հողը չկար։ Քո կինը երազ տեսավ։
տան համար։ Դու երաստեսար, դեռ տան հողը չէի կարել, երբ որ բարձրացար այդ տունը, տեսար, մտար մեջը, դուրս եկար։ Հիշում ես։ Ուրեմն այդ տունը ես քեզ տվեցի։ Ճիշտ է, դու աշխատեցիր, դու տանջվեցիր, դու սարքեցիր, բայց ես տվեցի։ Մարդը աշխատում է, տանջվում է, բայց չի կարողանում դրա կեսը սարքի։ Ինչու՞։ Որովհետև մի չար դիպված հանդիպում է այդ մարդուն, մի չար հիվանդություն եւ ամբողջ այդ իր տանջանքը եկամուտը խլում է իրանից։ Ինքը աշխատում է, բայց ուրիշն է վայելում։ Դա անեցք է։ Ինքը աշխատում է, բժիշկներն են վերցնում, գողերն են վերցնում։ Չի հաջողվում, ծակ քսակով։ Բայց քո մոտ քսակը ծակ չէր։ Դրա համար դու սարքեցիր։ Ով է ստանում։ Բայց դրա հետ միասին միշտ հիշի, որ փառքը տաս Հիսուս Քրիստոսին։ Որովհետև նա է քեզ օրհնողը, խոսքն էլ ասում, հիմա կարդամ 17-ից 19 խոսքերը, եւ սրտումդ ասես, թե այս հարստությունը իմ կարողությունով եւ իմ ձեռքի ուժով վաստակեցի։ Այդ մտքերը գալիս էր ինձ։ Եվ յուրաքանչյուր մարդու գալիս է, որովհետև իր ձեռքով եւ աշխատանքով է այդ ամեն ինչը կատարվում։ Ասма զգուշ եղի, որ հանկարծ այդ ժամանակ կսարքես, կբնակվես, կունենաս, կավելանաս, սրտումդ այսպես չմտածես, այս հարստությունը իմ կարողությունով եւ իմ ձեռքի ուժով վաստակեցի, այլ հիշիր, քո Եհովա Աստծուն, որովհետև նա է հարստություն ստանալու համար քեզ ուժ տվողը, որ քո հայրերի հետ իր երթումով արած ուխտը հաստատե, ինչպես որ այսօր։ Եվ եթե քո Եհովա Աստծուն մոռանալով ուրիշ աստվածների ետևից գնաս եւ նրանց պաշտես, եւ որոնք են ուրիշ աստվածները, մամոնան, մարդ մոռանում է Աստծուն եւ ընկնում է այս աշխարհի վայելչության հարստության ոգու ետևից։ Զգուշ եղի, որ ուրիշ աստվածների ետևից չգնաս։ Հիսուսը ասել չէ, ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել։ Մամոնային կամ տիրոջը։ Եվ նրանց չպաշտես, նրանց երկրպագություն անես։ Այսօր ձեզ վկայում եմ, որ անպատճառ կկորչեք։ Դրա համար, եթե մենք ապրում ենք, աշխատում ենք, օրհնվում ենք, ամեն ժամանակ անգամ գիտես դու ես աշխատել, դու ես չարչարվել, ամեն ժամանակ գոհացի ու փառք տուր Աստծուն։ Եթե մի բանի հասել ես, որովհետև քեզանից շատ աշխատողներ կան, բայց մի բանի չեն հասնում։ Աշխատում են ծակ քսակով։ Կամ չեն վայելում։ Շատ միլիոնատերեր կան դոլարով։ Ես լսել եմ, որ նրանք չեն վայելում կյանքը, նրանք տանջանքների մեջ են։ Վազքերի, տանջանքների, հաշվարկների գիշերն էլ չեն քնում։ Բայց եթե ունես, վայելում ես, գոհացի ու փառք տուր Աստծուն։ Ամեն, ամեն ժամանակ գոհանանք Աստծուց։ Որոշում ես գոհանալ Տիրոջից։ Փառք Հիսուսին։ Մարդկա մտածում է Հովհաննես ինչ հեքիաթներ է պատմում։ Սա Աստծո խոսքն է, սիրելիներս։ Սա ինչ որ պատմում եմ, նաև փորձառություն ունեմ կյանքից։ Ուրեմն Սաղմոս 107 Սաղմոս, ու գիտեմ ինչ որ պատմում եմ, ձեր կյանքերում էլ այս նույն բանը կատարվում, ես միակը չեմ։ Ուղղակի պետք է հայտնություն ստանաս, հասկանաս, եւ մի բան էլ հիշեցնեմ, որ գիտես, երբ որ մի բանի համար աղոթում ենք եւ ստացվում է, միշտ մի միտք գալի ասում է, որ չաղոթեիր պիտի լիներ։ Ում հետ ա եղել sense բան։ Աղոթում ենք, ստացվում է միտք է գալի, որ չաղոթեիր, սա պետքա լիներ։ Էդ ով է։ Սատանան։ Ոնց ինձ ասեց, որ քո չափով էլ աշխատեր, էսի կլիներ։ Չաղոթեիր էլ պիտի լիներ։ Դա սատանան է։ Բայց բաներ կա չենք աղոթում չի լինում։ Մանրունքներ կա, աղոթում ենք լինում է։ Մանրունքներ մի մանրունք ասեմ, ընդամենը 3-4 օրը։ Նախ, որպեսզի բժշկական ինստիտուտից հասնեմ մինչև կինո Ռասիա, 1 ժամ ճանապարհ անցա։
Պտտվում եմ այդ վճարովի տեղերը, պարկինգի, մի տեղ չկա, ուղիղ 1 ժամ էլ պտտվում եմ, որ կանգնեմ, վճարովի տեղ։ Մի քանի անգամ պտտվել եմ, չկա։ Ընդամենը հիշեցի, որ ես Տեր ունեմ, ասա Տեր ջան, խնդրում եմ, այն մարդ, որ նեղը անգնում է, պարկինգի համար եմ աղոթել։ Դրա համար եմ ասում, մանրունքներ կա, անգամ տիրոջն ենք, խնդրում եմ, մի բան արա, օրհնից մի տեղ բացվի, որ ես կանգնեմ։ Աղոթքիցս մի րոպե հետո ընդամենը, մեկը դուրս եկավ հենց այդ Ռասիա մոլի դիմացից, հենց ամենալավ տեղը, սիրուն տեղը մտա ու կանգնեցի։ Ընդամենը մի րոպե հետո։ Բայց մի ժամ պտտվում է առանց աղոթքի չէր ստացվում։ Եվ ասենց ամեն մի մանրունք կարող է մեր կյանքում կատարվի աղոթքով։ Դրանից հետո սատանան խոսեց, չաղոթեիր էլ պետք է դուրս գար մտնեիր։ Այդ ոնց եղավ, բա մի ժամեր ես պտտվում էի։ Ինչի հենց աղոթքից հետո եղավ։ Աղոթեք ու ամեն ժամանակ գոհացեք ու փառավորեք Տիրոջ անունը։ Ու դուք կտեսնեք կլինեք օրհնված։ Ամեն։ 107 Սաղմոսի 17 խոսքից եմ կարդում։ Հիմարներն իրենց անօրենության ճանապարհի համար եւ իրենց անօրենությունների համար նեղություններ քաշեցին։ Նրանց անձերը ամեն կերակուրից զզվեցին։ Այդ նեղությունից մարդ ախորժակել չունի հաց ուտի։ Հետ եղելա ձեզ մոտ sense բան։ Նեղության մեջ դու ախորժակ չունես հաց ուտես։ Այն ամենահաճելի կերակուրը։ Եվ մինչև մահի դռները մոտեցան։ Եվ դեպի Տերը աղաղակեցին իրանց նեղությունումը եւ նա նրանց փրկեց իրենց վիշտերիցը։ Իր խոսքը ուղարկեց, ոնց փրկեց։ Աստված իր խոսքը ուղարկեց, հիմա Աստված իր խոսքը ձեզ է ուղարկում եւ նրանց բժշկեց եւ նրանց ազատեց իրենց կորուստիցը։ Թող գոհանան Տերից նրա ողորմության համար եւ նրա հրաշքների համար, որ արավ մարդկանց որդիներին։ Եվ գոհության պատարագներ մատուցանեն եւ նրան գործերը պատմեն ցնծությունով։ Թող գոհանան։ Ամեն։ Գիտեք, երբեմն ես հիշում եմ իմ երիտասարդությունը, երբեմն մեր հիմարությունների պատճառով մենք այնքան նեղությունների մեջ ընկանք։ Ուզում ենք կյանքը վայելենք, ապրենք, բայց առանց կյանքի Տիրոջ։ Հիմարություններով, ինչ մտքներից գար պետք է անենք։ Եվ հիմարությունները դրանք մեղքերն են։ Եվ մեղքերի հետևանքներով ընկանք չար բաների մեջ։ Բայց չենք ուզում ընկնենք։ Բայց փառք Տիրոջը դրա համար եւ նորից ինչ որ մեկը մեր համար աղոթեց եւ մեզ խոսք ուղարկեց, Աստծո խոսք եւ մենք լսեցինք, աղոթեցինք եւ դուրս եկանք այդ չարիքներից։ Թե չէ երիտասարդ արդեն մեր ընտանիքը կոտորվում ու քանդվում էր։ Հիմարները իրենց հիմարությունների պատճառով անօրենությունների ճանապարհ հիմարները իրենց անօրենության ճանապարհի համար իրենց անիրավությունների համար նեղություններ քաշեցին։ Շատերը հենց սրա համար են ընկած նեղությունների մեջ, շատերը հենց հիմա անկողինների վրա են, շատերը քրեակատորողական հիմնարկներում են, շատերը հոգեբուժարաններում են, հենց այս պատճառով ու չեն հասկանում, բայց եթե հասկանան, ներողություն խնդրեն, ապաշխարեն, Տերը կհանի, ասում երբ որ Տերը կհանի, գոհացեք ու փառք տվեք Տիրոջը, շնորհակալություն հայտնեք ու ավելի օրհնված կլինեք, ամեն։ Երկրորդ մնացորդած 5-րդ գլխի 13-14 համարներում, այստեղ այն մասն է, բանավոր ասեմ, երբ որ լավ կբացեմ այդ մասը, ավելի լավ է բացեմ, որովհետև հետաքրքիր տեղ է, ուրեմն երկրորդ մնացորդած 5-րդ գլուխ 13-14 խոսքերը։ Այստեղ այն մասն է, որ Սողոմոնը տաճարը կառուցել է եւ քահանաները տապանակը բերում են տաճար դնելու սրբության սրբոց։ Տեսեք, եւ ինչպես մեկ փող հնչեցնողները եւ երգողները մեկ ձայն էր լսվում Տիրոջ օրհնելիս եւ գովելիս։ Եվ հենց որ փողերի եւ ծնծղաների եւ նվագարանների ձայնը բարձրացրին, Տիրոջը օրհնելով, որովհետեւ բարի է, որովհետեւ նրա ողորմությունը հավիտյան է։
Այն ժամանակ Տիրոջ տունը լցրեց ամպը, ամպ իջավ այդ վայրում։ Եվ քահանաները չկարողացան կանգնել ծառայելու ամպի պատճառով, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Աստծո տունը։ Պատկերացնում եք, երբ որ երգում են նվագարաններով, երաժշտական գործիքներով, փառաբանում են Տիրոջը, գոհանում են, Տիրոջ փառքը ամպը իջավ։ Մենք շատ ժամանակ այստեղ ամպը չենք տեսնում, բայց զորությունը, ներկայությունն ենք զգում։ Ամեն։ Նույնպես Երուսաղեմում, երբ որ Սողոմոնը վերջացրել էր տաճարը, եւ 6-րդ գլուխը, եթե մենք կարդանք, Սողոմոնը ասում է ձեռքերը բարձրացրեց, գոհացավ, օրհնեց Տիրոջ անունը ու ժողովրդի առաջ կրակ իջավ երկնքից եւ այդ կրակը սկսեց սպառել զոհերը։ Այդ անասունները, ոչխարները, կովերը, որ բերել էին զոհելու։ Իրանց աշկի առաջ ամպեր իջել եւ կրակը սպառում էր զոհերը։ Պատկերացնում եք, դա ինչքան օրհնյալ բան է, երբ որ քո աշկով տեսնում ես Տիրոջ ամպը, Տիրոջ կրակը, եւ երբ որ սկսեցին գոհանալ ու փառաբանել Տիրոջը։ Այնպես որ մենք երբ որ այստեղ երգում ենք, գոհանում, փառաբանում ենք Տիրոջը, շատ ժամանակ կարողա չտեսնես, բայց եթե հոգու աշկերը բացվի, դու միանգամից կտեսնես կրակ։ Ես երբեմն հոգու աշկերը Տերը բացում ես, տեսնում եմ կրակ, տեսնում եմ ամպ։ Ես մի անգամ իմ սենյակում թանձր մառախուղ էր իջել, ես ձեզ պատմել եմ, աղոթքի ժամանակ։ Եվ իմ ամբողջ մարմինը դողում էր, անկախ ինձանից։ Տիրոջ ամպն է, Տիրոջ ներկայությունը։ Օրհնյալ լինի մեր Տերը։ Օրինակի համար եմ ուզում բերեմ Դանիել մարգարեին, բանավոր ասեմ 6:10 խոսքը, 6-րդ գլուխ 10-րդ համարը, Դանիելը սովոր էր ամեն ժամանակ աղոթելու, օրը 3 անգամ։ Եվ երբ որ այս համարը 10-րդ խոսքից կարդակ, գրված է Դանիելը օրը 3 անգամ ծնկի էր գալի եւ փառաբանում, գովաբանում իրեն Տեր Աստծուն։ Նրա սովորությունն էր դա։ Դրա համար Դանիելը օրհնված էր։ Եվ Դանիելին բռնում են եւ գցում են առյուծների գուբը, նույն գլխում է գրված, որովհետեւ օրենք կար, որ ոչ ոք միամիտ չպետք է աղոթի։ Եվ Դանիելին առյուծները չեն վնասում։ Թագավոր առավոտյան, երբ որ հարցնում է Դանիելին, Դանիելը ասում է, ոչ քո դեմ եմ մեղ գործել, ոչ իմ Աստծո դեմ։ Դրա համար Տերը պահեց ինձ Տիրոջ հրեշտակը։ Ամեն։ Եվ երբ որ Դանիելին, ով որ ուզում էր վնասել մարդիկ, նրանց ընտանիքներով թագավորը հրամայում է, որ գցեն առյուծների գուբը, եւ տեսնում ենք, որ առյուծները շատ լավ էլ սոված էին։ Մարդկա կարող է մտածի, դե կուշտ էին, Դանիելին չեն վնասել։ Եվ այդ ամբողջ ընտանիքները իրանց երեխաներով կուլ տվեցին։ Ամեն։ Պատճառը Դանիելը գոհացող մարդ էր։ Դանիելը շնորհակալություն հայտնող մարդ էր։ Թեև հարցը նրանում էր, որ ինքը չպետք է աղոթեր եւ բռնվել էր դրա մեջ։ Դրա համար գոհացի, փառք տուր Տիրոջը։ Բայց մի օրինակ եմ ուզում բերեմ Մատթեոս 11-րդ գլխից։ Մատթեոս 11-րդ գլուխ Հովհաննես Մկրտչի մասին է։ 11 2-ից 6 խոսքերը։ Եվ Հովհաննեսը բանտում Քրիստոսի գործերը լսելով իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ նրան ասեց. Դու ես այն որ գալու էիր, թե ուրիշի սպասենք։ Եվ Հիսուսը պատասխան տվավ նրան ասեց. Գնացեք Հովհաննեսին պատասխանեք, ինչ որ լսում եք եւ տեսնում եք։ Կույրերը տեսնում են, կաղերը գնում են, բորոտները սրբվում են, խուլերը լսում են, մեռելները հարություն են առնում եւ աղքատներին ավետարան է քարոզվում։ Եվ երանելի է նա, որ ինձ վրա չի գայթակղվում։ Ուրեմն պատմությունը այսպես է։ Հովհաննես Մկրտչին Հերովդեսը փակել է բանտում։ Հովհաննես Մկրտիչը նեղության մեջ է, դժվարությունների մեջ է։ Մեկ էլ աշակերտները Հովհաննես Մկրտչի եկեղեցու անդամները, ասենց ասեմ, եկել են մոտ, ասում են Հովիվ ջան, տեղյակ ես, որ Հիսուսը քեզանով հետաքրքրված չի։ Հիսուսը այն մյուս կողմի վրա հրաշքներ, նշաններ, զորություններ անում, մարդիկա ջրով մկրտում։ Հովհաննես Մկրտիչը ոնց։ Ես այդտեղ նստած եմ, Հիսուսին չի հետաքրքրում։ Այ քեզ բան։ Հələ մատ գնացեք Հիսուսին ասեք։ Դու ես Մեսիան, թե ուրիշի սպասենք։ Մեր բառերով ասած, եթե դու ես Մեսիան, ես այդտեղ նստած եմ։ Հեչ հոգդ չէ։ Չես ուզում ինձ մի բան անես, տեղից հանես։
կամ ինձ ինչ-որ բան ուղարկես, ապրենք, սնվենք, անտարբեր, դու ես, թե ուրիշի սպասենք, Հիսուս արդեն հոգով գիտեր այդ իրավիճակը, նույն իրավիճակում դու կարող ես հայտնվես, նեղության մեջ, սոված, դժվար, հիվանդ, անկողնում գանված, կարող ես մունատ գաս, տրտնջաս Տիրոջ վրա, Տեր, ընդհանրապես դու մտածում ես իմ մասին, թե մոռացել ես, ու սկսես տրտնջալ, հասկանում ես, զուգահեռ եմ բերում, և Հիսուսը աշակերտներին Հովհաննես Մկրտչի ասում է, գնացեք, ձեր հովին ասեք, այսպիսի հրաշքներ ա կատարվում, խուլեր, կույրեր, կաղեր, մեռելներ են հարություն առնում, բայց վերջում ասում է, հիշեցրեք, երանելի է այն մարդը, որ չի գայթակղվում իմ վրա, նեղությանդ օրը զգուշ եղի, որ չգայթակղվես Հիսուս Քրիստոսի վրա, նման բաներ, տրտունջներ չանես, ես կարդացի իսրայելացիների կյանքից, որոնք տրտնջացին և դիակներ ընկան, նորից Հիսուսի դեմ էին տրտնջում, թեև Հիսուս անունը այն ժամանակ չկար, այսինքն այն ժամանակ անունը դեռ հայտնի չէր, Հիսուս Քրիստոս, դա նոր ուխտում տրվեց, չէ, և նույն բանը հիմա է, նոր ուխտում է կատարվում, Հովհաննես Մկրտչի հետ, նույն բանը կարող է քո կյանքում կատարվի, կարող է հարևանդ քեզնից լավ է ապրում, կարող է ինչ-որ բան են չի, ոնց ես մտածում, միգուցե հոգուտ մեջ ես տրտնջում, քննադատում ասում, Տեր ասում է, երանի քեզ, եթե քո նեղության մեջ դու ինձանից չգայթակղվես, գնացին Հովհաննեսին ասեցին, բայց Հովհաննեսի մոտ ոչ մի բան չփոխվեց, տեսեք ինչ կատարվեց Հովհաննեսի մոտ, 14 գլուխ, Մատթեոս 14 գլուխ և 6-րդ խոսքից, և երբ որ Հերովդեսի ծննդյան օրը եղավ, Հերովդեայի աղջիկը հանդեսի մեջ պարեց, այսինքն աղբոր աղջիկը Հերովդեսի, հանդեսի մեջ պարեց և հաճո թվեցավ Հերովդեսին, ապա նա էլ երդումով խոստացավ նրան տալ ինչ որ ուզե, նա էլ առաջ իր մորից խրատ առնելով ասեց, տուր այստեղ սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը, և թագավորը տրտմեց, բայց իր երդումի և իր հետ նստողների համար հրամայեց, որ տրվի, և ուղարկեցին բանտում գլխատեց Հովհաննեսին, և նրա գլուխը բերեցին սկուտեղի վրա, տվեցին աղջկան, և նա տարավ իր մորը, տեսնում եք գայթակղվելուց հետո ինչ եղավ Հովհաննես Մկրտչի հետ, գլուխը կտրեցին, նվիրեցին սկուտեղի վրա մի աղջկա, ում գլուխը, Ասո օծյալի, որովհետև Հիսուս ասում է, չկա կանանց ծնածների մեջ ավելի մեծը, քան թե Հովհաննես Մկրտիչը, հին ուխտում ով որ եղել է, նա Հովհաննես Մկրտչից մեծը չի, բայց նոր ուխտի ժողովուրդը, որոնք հավատացին Քրիստոսին, նրանք ավելի մեծ են, քան թե Հովհաննես Մկրտիչը, ամեն, և տեսեք գայթակղվեց, տրտնջաց, մունատ եկավ, և գլուխը կտրեցին, նվեր տվեցին, այսպես լինում է մարդկանց հետ, ովքեր տրտնջում են, գայթակղվում են Աստծո առաջ, որովհետև ոչ մեկս ասում ոչինչ չենք տվել, և ոչ էլ խրատ, հիշում եք Հոբին, Հոբն էլ էր սկզբից տրտնջում, մունատ գալի, մեղադրում, ասում էր թող ինձ կշռե արդարության կշեռքով, կտեսնի, որ ես ով եմ, թող ինձ ոսկու պես ձուլի, կտեսնի, որ ոսկուց մաքուր եմ, ճիշտ է Հոբը արդար մարդ էր, բայց ինչ-որ արդեն ոնց որ շատ էր խոսում, և Աստված մի օր հանդիպեց Հոբին, և ասեց դե հիմա արի տղամարդու պես խոսենք, Հոբը ասում է առաջ քո մասին լսել էի, բայց հիմա տեսնում եմ ու ձեռքը դրեց բերանին, այսինքն Տեր ողորմա ինձ, ու Տերը ողորմեց և օրհնեց Հոբին, իր խոնարհության համար, մենք էլ երբեմն խոսում ենք, տրտնջում ենք, մունատ են գալի, դասուն դուր չի գալի, դրա համար են վերնագրել գոհանալ, թե տրտնջալ, տրտնջալը տանում է քեզ անկման, գոհանալը քեզ կտանի բարձրացման, ինչպես Դանիելի մասին ես խոսեցի, և Գործք առաքելոց 16-րդ գլուխ, Պողոս առաքյալի և Շիղիայի մասին է, 16-րդ գլուխ, 22 խոսքից, ես ուզում եմ սրանով էլ ցույց տամ,
գոհանալու օրհնությունը։ Պողոս առաքյալը ավետարանում է Եփեսոսում եւ որի մեջ իմիջիալոց մենք եղել ենք Եփեսոսում Կարնեի հետ, Հովվա Արտուրի հետ, հովվական թիմով շատ օրհնված ենք տեսնելու անգամ հայտնության 7 եկեղեցիները, Տերը մեզ օրհնել է, որ մենք դա 12 թիվներ մի անգամ եղել ենք, մի անգամ 14 թվին ենք եղել։ Ամբողջ մեր կյանքի խոսք եկեղեցիների, հովիվների հետ միասին տուր էր կազմակերպված եւ տեսանք նաեւ հայտնության 7 եկեղեցիները, որը գտնվում է Թուրքիայի տարածքի մեջ, Հունաստանի կողմերը։ Եվ Պողոս առաքյալը այդտեղ էր եւ մի աղջկա ազատագրեց հարցուկ ոգուց, այսինքն բախտ գուշակող էր, եւ այդ աղջկա տերերին կտրեց ֆինանսներից, որովհետև այդ աղջիկը շատ ֆինանս էր բերում իր տերերին, եւ կատաղեցին Պողոս առաքյալին, վերցրեցին Շիղայի հետ, ծեծեցին, հանձնեցին բանտ եւ այդտեղից կարդամ, եւ ամբողջը կիտվեցավ նրանց վրա եւ զորագլուխները նրանց հանդերձները հանեցին, շորերը հանեցին, հրաման տվեցին, որ ծեծեն։ Եվ նրանց շատ խոցեր տալուց հետո բանտ գցեցին, բանտապետին պատվիրելով, որ նրանց զգուշությամբ պահե։ Նա էլ պատվերը առած նրանց ներսի բանտը գցեց ավելի խորը վատ տեղ եւ նրանց ոտները պնդացրեց կոճղումը եւ կես գիշերին Պողոսը եւ Շիղյան աղոտ քանելով օրհնում էին, ասուն եւ բանտարկվածներին էլ նրանց ականջ էին դնում։ Եվ հանկարծակի մեծ շարժ եղավ, մինչև որ բանտի հիմունքներն էլ շարժվում էին, եւ իսկույն բոլոր դռները բացվեցան եւ ամենքի կապանքները արձակվեցավ։ Լավ, սրանից հետո չկարդամ, եւ բանտապետը վախենում է, ուզում է ինքնասպան լինի, Պողոսը գոռում է, որ այստեղ ենք, եւ բանտապետը վազում է Պողոսի առաջ, գալիս եւ ասում է, ինչ անենք տերեր, եւ նրանք ասում են ապաշխարեք, հավատացեք Քրիստոսին եւ կփրկվեք դուք եւ ձեր տունը։ Ամեն։ Ինչից սկսվեց այս ամեն ինչը։ Պողոս առաքյալը մեր բարերով ասած ծեծված, խոցոտված, արյան մեջ, Շիղայի հետ, ոտքերը փայտի մեջ կապած, ներսի բանտը հետ ժամանակը չէ աղոթելու, փառաբանելու։ Հետ դրա ոչ հավեսը կար, ոչ տրամադրությունը, բայց Պողոս առաքյալը հայտնություն ուներ, եթե նեղության մեջ գոհանա, նա օրհնված կլինի, եւ երկրաշարժ արեց Տիրոջ հրեշտակը, դռները բոլորը բացվեցին, հրաշք, գոհությունից հետո, եւ Պողոս առաքյալին պատվով, եթե կարդանք այս գլուխը, դուրս հանեցին բանտից, ներողություն խնդրելով, պատիվ հարգանք տալով ճանապարհեցին։ Բայց Պողոսի տեղը մեզանից յուրաքանչյուրը լներ, կարող ասեր Տեր, ես ուր ես, եկել եմ ավետարանելու, ինձ պետք էր, ես ինչ են իմ հետ անում, Տեր ջան, բա ինչի չես նայում մեզ, ու սկսեին մունատ գալ, տրտնջալ, կարա չէ սենց լինի, ու դրանից հետո կարա Պողոսի ականջները կտրեին, բայց քանի որ Պողոսը գիտեր գոհության գաղտնիքը, սկսեց գոհանալ ու փառավորել։ Այդ վիճակում, մեզանից որ մեկն այդ վիճակում այսօր, ոչ ոք, ուրեմն եկեք հենց այս վիճակի մեջ գոհանանք ու փառավորենք Տիրոջը, շնորհակալություն հայտնենք, ու Տերը մեզ կհանի մեր իրավիճակներից, ամեն, գիտես այս պատմության հետ էլ ես դեպք ունեմ, հիշում եմ, Մոսկվա քաղաքում ինձ մեքենայով կանգնացրեցին ոստիկանները և ասեցին փչեցի, ասեցին, վայ, ես ինչ խմած ես, ասեցի, ես չեմ խմում, արդեն մի 5 տարի է, ես հոգևոր եմ, հավատացյալ եմ, ասեցին, հա, դե ասա Աստվածաշունչը քանի գիրք ունի, ասեցի, կանոնական 66 գիրք, ասեցին, տեսար, որ խաբում ես, դու հավատացյալ չես, Աստվածաշունչը ունի 77 գիրք, նրանք ասում են ռուսական անկանոն գրքերը, 77, 11 գիրքը անկանոն է, 66-ը կանոնական, Վերջ, խաբեցիր, ասում եմ, չէ, սենց է, էլի, 66-ը կանոնական է, բացատրում եմ, չէ, այսքան փող պիտի տաս։ Մեկ էլ զգում եմ Սուրբ Հոգին ներսից ասում է, չվախենաս ու ոչ մի կոպեկ չտաս։ Ու մեծ թիվ էին ուզում նրա համար, որ ես խմած եմ, բայց ես չեմ խմել տարիներով։
դե քշի, մեզ տարան, մեքենաս վերցրեցին, իրանք վարեցին, տարան իրանց ոստիկանության այդ բաժինը եւ դրեցին միտեղ այդ սետկաներով, ցանցերով տեղը, մտել եմ այդտեղ, ասում եմ Տեր ջան, այս ինչ օրենք, ասում Աստված ասում է մի վախեցի, ամեն բան լավ կլինի, ասում եմ բա ինչ անեմ հիմա, Հիսուս ջան ու հիշեցրեց այս տեղը, ասաց հիշում ես Պողոսին ու Շիղիային, սկսի երգել, ասես ցածր ձայնով սկսեցի փառաբանել, երգել, գոհանալ, օրհնել, մեկ էլ սրանք եկան նորից վախեցրեցին, քո անձնագիրը ճիշտ չի, սխալ է, ամեն ինչը այն չի, վախեցնում են, բայց ես չեմ վախենում, որովհետև Սուրբ Հոգին ասում է, որ չվախենաս, համարձակությունս տեղը, հետները խոսում եմ, ասում եմ դու ինձ ոչ մի բան չեք կարող անեք, դե լավ կտեսնեմ, քանի օր ստեղ կպահենք, մեկ էլ նորից այդ վանդակի մեջ եմ, մի հատ մութ անկյուն կա, ինչ որ մեկին ծեծե ու գցել են այդտեղ, ազգությամբ Մալդավաներ, թեքվեցի, Սուրբ Հոգին ասեց ավետարանի, թեքվեցի, խոսեցի, ազգությունը հարցրեցի, Հիսուսի մասին պատմեցի, ասեցի, որ Տերը քեզ սիրում է, ինքը ծեծված էր, արյունոտված, ընծնգած էր այդտեղ, հենց Հիսուսի անունը լսեց, նստեց, ուշադիր ինձ ա լսում, ես հավատում եմ Հիսուսին, գիրք կար մոտս փոքր կտակարան նվիրեցի իրան, մեկ էլ Սուրբ Հոգին ասեց իրենց կանչի, ասա, որ թանկ աուդիոտեխնիկա կա մեքենայի մեջ, եթե գողանան դուք պատասխան եք տալու, կանչեցի, տենց էլ ասեցի, մեկ էլ նայեց ինձ, ասեց բացեց, ասեց լավ գնա, իմ գործը արեցի, ավետարանեցի, դուրս եկա ու գնացի, գոհությունից երգելուց հետո, այս նույն բանը իմ կյանքում աշխատել է այդ ժամանակ, փառք Տիրոջը, հավատում ես, որ քո կյանքում կարող է աշխատել, փառք Հիսուսին, Տերը օրհնի ձեզ, մի լավ հայտնություն էլ կա, այսինքն այդքան էլ լավ չի, բայց օրինակը գոնե հասկանանք, Ծննդոց 12-րդ գլուխ, Ծննդոց, դու օրհնված ես, թե չէ, Տերը օրհնի քեզ, զորացնի քեզ, այս խոսքերը, որ խոսում եմ, հոգի է և կյանք, և քեզ սրբում է, և քեզ օրհնում է, նենց որ լսի սիրով և ընդունի քո հոգու մեջ, ուրեմն Ծննդոց 12-րդ գլուխ, 2-ից 4 խոսքերը, և ես քեզ Աստված խոսում է Աբրահամի հետ, և ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, և քեզ օրհնեմ, և քո անունը մեծացնեմ, և դու օրհնյալ կլինես, և քեզ օրհնողներին կօրհնեմ, և քեզ անիծողներին կանիծեմ, և երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնվեն, փառք Տիրոջը, և Աբրահամը գնաց, ինչպես Եհովան նրան ասել էր, Ղովտն էլ գնաց նրա հետ և Աբրահամը 75 տարեկան էր Խառանից դուրս գալիս։ Աստված Աբրահամին խոսում է, ասում է, ես օրհնելով կօրհնեմ քեզ, քեզ օրհնողներին կօրհնեմ, քեզ անիծողներին կանիծեմ։ Ու պատվիրում է, որ գնա։ Աբրահամը դուրս է գալի, Ղովտն էլ է կպտում Աբրահամին, բայց Աստված Ղովտին բան չի ասել։ Կպտում է իր հորեղբորը եւ գնում են։ Գալիս է մի ժամանակ Ուզում եմ կարդամ այդտեղից 13 գլուխը, 7 խոսքից, և կռիվ եղավ Աբրահամի անասունների հովների և Ղովտի անասունների հովների մեջ, և այն ժամանակ քանանացիները և փերեզացիները բնակվում էին այն երկրի մեջ, և Աբրահամը ասեց Ղովտին, թող իմ ու քո մեջ և իմ հովիների քո հովիվների մեջ կռիվ չլինի, ըստ որում մենք եղբայրներ ենք, բոլոր երկիրը առաջիդ չէ, բաժանվիր ինձանից, եթե դու ձախ կողմը գնաս, ես աջ կողմը կգնամ, եթե դու աջ կողմը գնաս, ես ձախ կողմը կգնամ։ Եվ տեսնում ենք Ղովտը իր աչքերը բարձրացնում է, նայում է Սոդոմ Գոմորի կողմերը, ասում այն ժամանակ Սոդոմ Գոմորը Եդեմի դրախտի պես էր։ Ղովտը ընտրում է Սոդոմ Գոմորը եւ այդտեղից Ղովտի սև օրերը սկսվում է։ Աբրահամից բաժանվում է, գնում է Սոդոմ Գոմորի օրերը, իրան թալանում են թագավորները, հիշում եք պատմությունը երևի։ Աբրահամը գնում է հետ է վերադարձնում։ Գիտեք, հարցը շեշտը ինչի վրա եմ դնում։ Աստված Աբրահամին ասեց, անիծելու եմ քեզ անիծողներին, օրհնելու եմ քեզ օրհնողներին։ Օծությունը Աբրահամի վրա էր։ Ամեն։ Ղովտը կպել էր Աբրահամին,
Բայց մենք տեսնում ենք միտեղ 13-րդ գլխում կարդացի, որ Ղովտն էլ հարստացավ։ Արդեն այնքան է հարստացել եւ Աբրահամը, որ իր հորեղբոր հետ կռիվ է անում։ Փոխանակ ասի շնորհակալություն, հոպար ջան, որ քո օծության, քո օրտնանքի պատճառով իմ վրա էլ է եկե օրտնություն։ Ես հարստացել եմ, օրտնվել եմ։ Գոհանում եմ քեզանից։ Չէ, դրա փոխարեն սկսես կռվել օծյալի հետ, շնորհակալություն չհայտնել եւ մինչեւ բաժանվեցին։ Եվ թագավորները, մեր բարերով ասած դևերը թալանեցին իր ունեցվածքը։ Եվ երբ որ կարդանք Ծննդոց 19:36-ը, մենք կտեսնենք, որ Ղովտի աղջիկերքը քնեցին Ղովտի հետ։ Դա նշանակվում է անիծվել, որովհետև Ղևտացիս 18-րդ գլխի 7-րդ խոսքում ասում է անիծված կամ նզովված լինի այն մարդը, որ իր արյունակից բարեկամի հետ սեռական հարաբերության մեջ կմտնի։ Աստված սկզբից ասել, չէ, քեզ անիծողներին կանիծեմ։ Ղովտը չեր օրհնե Աբրահամին։ Ղովտը Աբրահամի օծության տակ լինելով օրհնվել էր, բայց չեր գոհացե։ Շնորհակալություն չեր հայտնե, ընդհակառակ անիծել էր, կռվել էր։ Դրա համար տեսնում ենք Ղովտը իր աղջիկերքի հետ անիծվեց իր կյանքի վերջում։ Իսկ Աբրահամը օրհնվեց ու օրհնված մնաց։ Հասկանում եք, հետաքրքիր է, բայց հարստացել էին։ Հետաքրքիր է, օծյալի կողքից հեռանալուց հետո նա կորցրեց ամեն բան Սոդոմ Գոմորում։ Թեև օծյալը Աբրահամը գնաց հետ բերեց Ղովտի ունեցվածքը, բայց տեսնում ենք վերջում նորից Ղովտի կինը մահացավ, աղջիկերքի հետ պղծվեցին եւ ծնվեցին երկու ազգ մովաբացիներ, ամորացիներ, որոնք թշնամիներ եղան Իսրայելի համար։ Հասկանում եք, արմատները շատ խորն է, բայց սկսվեց Ղովտի չգոհացող, անշնորհակալ սրտից։ Սա էլ է, չէ՞ մի հատ խորը հայտնություն, որ հասկանաս։ Եթե գտնվում ես օծյալի կողքին, բարեղի գոհանալ, շնորհակալություն հայտնել, որ ավելի օրհնվես ու բարձրանաս, եւ օծյալի հետ կռիվ մի տուր, քյալա մի տուր, մեր բարերով ասած, խոնարհվի, խոնար ու հեզեղի, որ հասկանաս այդ օծությունը, քո օրհնությունը գալիս է նաեւ այդ օծությունից, որի կողքին գտնվում ես դու։ Ոչ թե շատացար, մեծացար, հետը կռվում ես, արդեն քոնն ես առաջ տանում, դրա հետևանքը տեսնում ենք Ղովտին ինչ ուր հասավ։ Թեև Աստվածաշունչը ասում է արդար Ղովտին Աստված փրկեց Սոդոմացիներից, դուրս հանեց այդ կրակներից, բայց վերջը նորից տեսնում ենք ընկավ անեծքի մեջ։ Դրա համար մի եղիր անշնորհակալ մարդ, եղիր գոհացող մարդ, գոհացող սիրտ ունեցող մարդ, իսկ որպեսզի գոհացող լինես, դու պետք է հեզ ու խոնար լինես, պարզ լինես, թե չես կարող գոհանաս, հպարտությունը թույլ չի տա, ներսից քեզ կասի ամոթ է, քո պես մարդ է էլի, խի գոհանաս, խի ասես շնորհակալություն, իսկ փառքը միայն ասում։ Նույն ձևով մենք պետք է փառավորենք Տիրոջը ու գոհանանք, որ բարձրանանք։ Նախավերջի խոսքն եմ կարդում, փառաբանության խումբը կարող է գալ առաջ։ Ես հավատում եմ, որ դուք ինչ-որ բան ստանում եք։ Ամբակում 3-րդ գլուխ, 17-18 խոսքերը։ Թեև թզենին չծաղկի, սա բոլորիս է վերաբերվում, թեև Տերը թույլ չտա, թո ամենից պարտեզում թզենին միշտ ծաղկի։ Բայց ստեղ խոսք կա, ասում է, թեև թզենին չծաղկի, եւ որդի վրա բերք չլինի, խաղողի վազի վրա բերք չլինի։ Ձիթենու արդյունքը ստե եւ արտերը կերակուր չտան, կտրվի ոչխարը փարախից եւ աչար չլինի գոմերում, սակայն ես Տերով պիտի ցնծամ։ Պիտի իմ փրկության Աստծովն ուրախանամ։ Ամեն։ Եթե գործերդ այն չի, բիզնեսը այն չի, ունեցվածք չունես, ինչ-որ բանը այն չի, սակայն սկսի գոհանալ ու ցնծալ Աստծո առաջ։ Ու ամեն բան Աստված կգա քո կյանքի մեջ եւ կսկսի փոփոխել։ Հիշում եք Հիսուսը մի նավակի մեջ բարձի վրա գլուխը դրե քնել էր։
փոթորիկներ էր։ Աշակերտները խառնվել են իրար։ Տեր հոգը չէ, ասма խեղդվում են, կորչում են։ Տիրոջ արթնացրեցին։ Մի գուցե Տերն էլ քո տան մեջ քնած է։ Եվ քո տունը կործանվում է։ Սկսի գոհանալ, շնորհակալություն ասել, փառավորել Տիրոջը ու դու կարթնացնես Տիրոջը։ Տերը կարթնանա քո տան մեջ եւ կդադարեցնի, կկանգնացնի այդ փոթորիկները, այդ խավարը, այդ չարիքը կհեռացնի քո տանից Հիսուսի անունով։ Ամեն, փառք Տիրոջը։ Սաղմոս 27-ի 6-րդ խոսքը վերջի համարն եմ կարդում, եկեք ոտքի կանգնենք, Տերը օրհնի ձեզ, հալելույա, որ այսքան հավատքով դուք լսում եք։ Ուրեմն Սաղմոս 27-ի 6-րդ համարում ասում է, բաց եմ այսօր այդ խոսքը, 27:6 Եվ հիմա իմ գլուխը կբարձրանա իմ թշնամիների վրա, ինչը որ ես համարյա թե ամեն օր եմ ասում։ Եվ շատ կարևոր է այս խոսքը։ Եվ հիմա իմ գլուխը կբարձրանա իմ թշնամիների վրա, որ իմ 4 կողմովը կան։ Եվ նրա խորանի մեջ գոհության պատարագներ կմատուցանեմ, կերկեմ եւ սաղմոս կասեմ Տիրոջը։ Հիմա այս միջակետից հետո եմ կարդում, տեսեք ինչ հայտնություն ա դառնում։ Նրա խորանի մեջ գոհության պատարագներ կմատուցանեմ, կերկեմ եւ սաղմոս կասեմ Տիրոջը, ինչը հիմա մենք անելու ենք նորից։ Եվ դրանից հետո նորից գալիս եմ այդ համարի սկզբին։ Եվ դրանից հետո հիմա իմ գլուխը կբարձրանա իմ թշնամիների վրա, որ իմ 4 կողմովը կան։ Ուրեմն սկսենք գոհանալ ու փառաբանել Տիրոջը։ Անկախ նրանից ինչ թշնամիներ ունես քո շուրջը։ Հիվանդություններ, աղքատություն, հակառակություններ, մրցակիցներ։ Սկսի գոհանալ ու փառավորել Տիրոջը եւ Տերը քո գլուխը կբարձրացնի։ Ամեն։ Դե եկեք սկսենք գոհանալ, փառաբանել եւ հետո կաղոթենք իրար հետ։ Տերը օրհնի ձեզ։ Հալելույա, փառք ես մեր Տեր, գոհանում ու շնորհակալ ենք Տեր իմ Աստված քեզանից։ Հալելույա, փառք հալելույա, հալելույա, փառք հալելույա, հալելույա, փառք հալելույա, հալելույա, փառք Տիրոջը փառք, Տիրոջը փառք տվեք նա արժանի է, Տիրոջը փառք տվեք նա արժանի է, Տիրոջը փառք տվեք նա արժանի է, Տիրոջը փառք տվեք նա ողջ սրտով, Տիրոջը փառք տվեք նա արժանի է, Տիրոջը փառք տվեք նա արժանի է, Տիրոջը փառք տվեք նա արժանի է, Տիրոջը փառք այստեղ Տիրոջ հոգին է, ու Տիրոջ հոգին է ազատություն է, ու Տիրոջ հոգին է երջանկություն է, ու Տիրոջ հոգին է խաղաղություն է, ու Տիրոջ հոգին է ուրախություն է, ու Տիրոջ հոգին է ազատություն է, ու Տիրոջ հոգին է երջանկություն է, ու Տիրոջ հոգին է խաղաղություն է, ու Տիրոջ հոգին է ուրախություն է, հալելույա, փառք հալելույա, հալելույա, փառք հալելույա, հալելույա, փառք հալելույա, հալելույա, Տիրոջը ծափվեք, Տիրոջը ծափվեք նա արժանի է, 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 Տիրոջը փառք 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 նա արժանի է, հալելույա, փառք հալելույա, հալելույա, փառք հալելույա, հալելույա, փառք հալելույա, հալելույա,
Տիրոջ հոգին է, ու Տիրոջ հոգին է ազատություն է, ու Տիրոջ հոգին է երջանկություն է, ու Տիրոջ հոգին է խաղաղություն է, ու Տիրոջ հոգին է ուրախություն է, ու Տիրոջ հոգին է ազատություն է, ու Տիրոջ հոգին է երջանկություն է, ու Տիրոջ հոգին է խաղաղություն է, ու Տիրոջ հոգին Hallelujah, English. Hallelujah, 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 Hallelujah. Տիրոջ ծաղրեք, Տիրոջ ծաղրեք, նա արժանի է, 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 Տիրոջ ծաղրեք, նա արժանի է։ Հալելույա։ Հալելույա, Տեր, փառք քեզ Տեր։ Գոհություն եւ շնորհակալություն քեզ Տեր։ Հալելույա, այս տոնախմբության համար, քո ժողովրդի համար, քո եկեղեցու համար մենք այսօր գոհանում ենք, որ դու մեզ հավաքում ես մեկտեղ եւ քո փառքը լցնում ես այս սրահի մեջ, քո օծությունը, քո ներկայությունը։ Շնորհակալ ենք Տեր։ Հավատում ենք, որ դու նաեւ մեր գլուխը բարձրացնում ես մեր թշնամիների վրա, մեր հակառակորդների վրա եւ մեզ բարձրացնում ես ավելի քան նրանց, որովհետեւ մենք ամբողջ հոգով ու սրտով քեզ երկրպագում ենք, քեզանից գոհանում ենք, շնորհակալություն ենք հայտնում Տեր ջան։ Շնորհակալ ենք այս խոսքի համար, այս հայտնությունների համար Տեր, որ դու մեզ ցույց ես տալի Տեր գոհության օրհնությունները եւ տրտնջանքի անեծքն ու նեղությունները։ Հիսուս ջան, սովորեցրու քո ժողովրդին ամեն ժամանակ իմաստուն լինել եւ ամեն իրավիճակում գոհանալ ու փառավորել քեզ, ինչպես դա արեց Դանիելը, դա արեց Պողոս առաքյալը, Տեր ջան, փառք ու պատիվ քեզ, դա արեց Աբրահամը եւ տրտնջացին իսրայելացիները, որոնք եւ ընկան, տրտնջաց Հովանես Մկրտիչը եւ ընկավ, տրտնջաց Ղովտը եւ ընկավ, փառավոր Տեր, օրհնում ենք քո սուրբ անունը։ Մենք խնդրում ենք, որ մեզ հեզ եւ խոնարհ սիրտ տաս, որ մենք ամեն ժամանակ ասենք շնորհակալություն, գոհություն նրանց, ում որ պետք է ասենք Տեր, եւ ասենք փառք ու պատիվ գոհություն քեզ ամեն բանի համար եւ ամեն բանի մեջ օրհնյալ լինես դու։ Օծիր այսօր քո ժողովուրդը, մենք աղոթում ենք Տեր, որ քո արյունով սրբես այսօր նորից ամեն մեկին, որպես մեր քահանայապետ եւ օրհնես եւ լցնես։ Աղոթում եմ Տեր այս տոնական օրերի համար, որպեսզի ամեն մեկի տունը տեղը օրհնես, ամեն մեկի հացը ու ջուրը, սեղանները օրհնես նրանց նոր տարվա Տեր ջան։ Մենք աղոթում ենք Տեր, որ իրականում քո ժողովրդին խաղաղություն եւ հանգստություն տաս Տեր, որ այս օրերի մեջ մարդիկ ոչ թե լարվեն, անհանգստանան, այլ լինեն քեզանով խաղաղ եւ ուրախ Տեր ջան։ Հիսուս Քրիստոսի անով եւ լինեն հանգիստ